Չէ, շատ լավն է։ Հայաստանում լեռ գնալիս կամ բնության մեջ գտնվելուց հեռախոսը պարզապես հեռախոս չէ, այն դառնում է փոքրիկ գործիքների տուփ։ Ես ունեմ 5 հավելված, որոնք մշտապես ինձ հետ են։ Ես սիրում եմ նրանց, որովհետև ոչ թե պետք են, այլ իսկապես նրանք անհրաժեշտ են։ Եղանակը կատակ բան չէ, մի պահին արև, մյուս պահին քամի եւ մառախուղ։ Ես սիրում եմ միշտ հստակ իմանալ եղանակը, որովհետև վերջում կանչում եմ բոլոր աստվածներին, այ դրանից խուսափելու համար։ Բնության մեջ ամենասիրելի պահերից մեկը լռելն է, քան տեսնելը, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք լսելով, իսկ այս հավելվածը թույլ է տալիս, որպեսզի էլ ավելի մոտ լինել բնությանը։ Իդեպ այս հավելվածի միջոցով մի շարք թռչնատեսակներ են բացահայտել ինձ համար իրենց կենսագրություններով։ Սա իմ կորել-չկորելու ապահովագրությունն է, օֆլայն քարտեզը լավագույն տարբերակն է հավելվածների մեջ եւ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի բոլորն ունենան, որովհետեւ սա ոչ միայն փրկում է կյանքդ, այլ նաեւ խնայում է նյարդերդ։ Սիրում եմ լինել անկախ առանց կապի, լինել չլինելու։ Միշտ դիմում եմ այս հավելվածին, որովհետև այնտեղ շատ գրագետ գծանշված է երթուղիները կամ բազմատեսակ արահետներ, ասեմ անկեղծ, երբ ինքս ծուլանում եմ, անպայման դիմում եմ այս հավելվածին, որովհետև այստեղ կան բազմատեսակ երթուղիներ, որոնք փորձարկված են եւ ամենակարևորը անվտանգ են։ Սա ուղղակի հավելված չէ, սա իմ վերաբերմունքն է դեպի բնություն։ Շատ հաճախ չգիտակցված մեր քայլերը կարող են վնասել բնությանը։ Այսօր բազմատեսակ բուսականություն ոչնչացման եզրին է, որովհետև մենք շատ հաճախ ասում ենք, օ, ինչ գեղեցիկ է, քաղենք եւ տանենք տուն։ Սրանք իմ 5 հավելվածներն են, կիսվիր քոնով կարող ենք քննարկել մեկնաբանություններում եւ ինչու ոչ հետո համագործակցենք։